Բարի օր բոլորիդ, մաղթում եմ ամեն մեկիդ օրը սկսվի խաղաղությամբ, սիրով և ավարտվի շնորհակալությամբ, շնորհակալ եղեք ամեն բացվող օրվա համար, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան: Մեկ օր էլ անդարձ մեր կյանքից անցավ, առանց ետդարձի մեկ օր կարճացավ, մեկ օր էլ անցավ հուշի պես անթև ու կամաց մոտեցրեց վերջին, էլ ոչինչ չկա, հար ու հարատև, ինչ կմնա մեզ մեր կյանքից, չնչին: Սիրելիներս, այս տողերով էլ սկսում եմ հոլովակը և ցույց եմ տալիս եղանակի տեսությունը, անձրև, ցուրտ, սիրելիներս, տեսնու՞մ եք, ինչ անձրև է: Սիրելիներս, 4 օր անց նոր հարսը ջրել է, տեսեք ցույց եմ տալի, խոստացել էի ցույց տայի, ցույց եմ տալիս, տեսնում եք դեռ աջ չունի, ոնց տնկել ենք էնպես էլ կա, տաքություն չկա, դուրսը տաք չի, ջերմոցի մեջ այդքան տաք չի, չէ որ դուրսը արև եղանակ չի, տաք չի, ջերմոցի մեջն էլ այդպես շատ տաք չի, խնդրեմ, բայց հուսով եմ, որ լավ կլինի, էլ չենք ջրելու, մի հատ էլ կջրենք մի քանի օր հետո, թող լավ կանանչի, կապտի, այդպես էին ասում մեր մեծերը, որ շիթիլ էին կահում, ասում են շուշուտ չջրեք, թող կապտի նոր, կապտի կանանչի, կջրենք, նոր արդեն կսկսենք քախանել, կապել, թելերով է, բարձրացովի է, լարովի է, ու թելերը կկապի, այդ ինչ պատճառով էլ ոչ պղպեղներն եմ տնկում, ոչ էլ սմբուկներն են կարողանում դնել հողը, հեսա գնանք ներս, ես Կատյելնիի դրած սմբուկներն ու պղպեղները ցույց տամ ձեզ: Սիրելիներս, հենց անձրևների ցրտի պատճառով էլ պղպեղները, սմբուկները, ռեհանը և մնացած սերմերը չեն կարողանում տնկել, շատ ցուրտ է, միայն լոլիկը կարողացանք ջերմոցում տնկել, մինչև աշունը տեսնենք, մի հատ ջերմոց ենք ուզում գնել, առանց ջերմոցի այստեղ չի լինի, մի քիչ եղանակները խոստացել են հինգշաբթի տաքանա, նոր արդեն կսկսեն շիթիլներն անել: Սիրելիներս, լես ծաղիկների գեղեցկությունը և հմայքը տեսեք, Ալլան եկել էր ինձ տեսության և բերել էր այս ծաղիկները, որպեսզի զարդարենք մեր պարտեզը, հեսա ես կտեղադրեմ Ալլայի տեսահոլովակը, սիրելիներս, ծաղիկների սացիններն էլ է Ալլան բերել, տեսեք ինչքան ծաղիկներ է բերել, գեղեցիկ ձեռքի աշխատանքը, որ Ալլան ինձ է նվիրել, իր ձեռքի աշխատանքն է, պոտնոցը, մոմակալը և ծաղկամանը հոտավետ է, ասեմ իմանաք, սիրելիներս, բաժանորդագրվեք Ալլայի Ողջույն իմ սիրելի հետևորդներին, նայեք մի փոքր գեղեցկություն ցույց տամ ձեզ, ծաղիկները վաճառքի են, մեր Դոմիկը արդեն բոլորը պատված է ծաղիկներով, ես ձեզ խոստանում եմ, եթե ոչ այսօր, ընթացքում գիշերով կտեղադրեմ փոքրիկ վիդեո, որպեսզի տեսնեք ինչքան գեղեցիկ է, կախովի պիտունյաները արդեն գրեթե բոլորը ծաղկել են, կենտրոնական փողոցի վրա են գտնվում սիրելիներս, երթևեկությունը շատ է, այստեղ բոլորը կախովիներն են, նայեք ինչքան սիրուն են ժողովուրդ, գույները սաղ ես եմ ընտրում, թե որ կաշպոյի մեջ ինչ գույն տնկեմ և միքս եմ անում կարմիրը սպիտակի հետ, թանաքագույնը, նայեք ինչ գեղեցիկ է, թանաքագույնը տնկել եմ սպիտակի հետ, ու այսպես լիքը սիրուն ծաղիկները բացվել են մեր, հիմա պտտվենք այն կողմ, ցույց տամ ձեզ մեր վարդերը, սրանք էլ մեր վարդերն են, չեմ հիշում ճիշտն ասած վարդերով վիդեո տեղադրել եմ թե չէ, մոխանա շատ սիրուն է, անունը կոչվում է Focus Pocus, նայեք, Pink Intuition, նայեք ինչքան սիրուն է, բա հեսա ինչ սիրուն վարդ եմ ձեզ ցույց տալի, վարդերիցս մեկը ծաղկել է արդեն, բայց անցած տարվա վարդերից են, հենց վարդի գեղեցկությունը նայեք, արդեն փոքր կոկոմներ ունենք վարդերի վրա, նայեք, հələ նայեք ինչ սիրուն է, մեր ծաղիկի Դոմիկը, գիշերով հրաշք գեղեցկություն աստեղ ժողովուրդ, հəլես վարդի գեղեցկությունը նայեք,
Անցած տարվա վարդերից է մնացել, քանի որ ջերմոցում դրած էր, ձեզ էլի ցույց եմ տվել, ծաղկել է ամենաառաջինը։ Սորտը կոչվում է Չիպի Դեյլ Արանժովի։ Հələ նայեք, բա հոտը հիասքանչ հոտ ունի։ Այ, գեղեցկություն։ Սա էլ փաթաթվողներից է, երկու սորտ ունենք փաթաթվող։ Հələ նայեք, ես վարդին սիրուն է։ Երբ որ մենք վարդը պատվիրում ենք, բերում են այս տիպի ցելոֆանից տոպրակներով, ամեն մի սորտը տոպրակի վրա նկարները խփած են, ժողովուրդ ջան, որպեսզի չխառնենք, հաճախորդներն են տեսնեն ինչ են առնում։ Սա էլ մեր բակոպան է, արդեն ծաղկել, նայեք ինչ սիրուն է բակոպան։ Հեսա ցույց տամ նաև մեծ ջերմոցը։ Սա էլ մեր մեծ ջերմոցն է, սիրելիներս, ծաղկել են ծաղիկները, հլաբելյան նայեք կապուտ գույնին սիրուն ծաղկել է, բեգոնյաները, հələ նայեք անյութայի աչիկները ոնց են ծաղկել, հələ ստեղ նայեք անյութայի աչիկները, լիքը ծաղկել են, դրսում դեռ ցուրտ է, այս գիշեր նաև -1, -2 է եղել, ծաղիկներ ունենք, որ մնացել է դուրսը և ցուրտը տարել է։ Եղանակ չի անում ընդհանրապես այս տարի Մոսկվայում, որ ապրանքը լավ վաճառվի։ Դեռ հուսով ենք, դեռ լավ եղանակ կլինի, նայեք ամպելնիները կախել ենք, մեր ջերմոցի ցելոֆանը 4-5 տարվա գարանտիա ունի, այնքան լավ է, որ գոնե ամեն տարի չենք փոխում ցելոֆանը։ Նայեք, ժողովուրդ ջան, օй, գնանք էլի վարդեր ունեմ կոկոմած, ցույց տամ ձեզ։ Հələ նայեք վարդերս կոկոմել են, կոկոմները բացվում են արդեն առանժվի։ Հələ նայեք, սա են սիրուն է, սա էլ է ոնց որ այն սորտից, որը որ ծաղկել էր 55 համարն էր։ Սա էլ ուրիշ առանժվի է։ Ու այստեղ ծաղկել են մեր ալիսյունները, պարտուլակը, դանդուրի ծաղիկը, նայեք, ռոզվին ունենք, սպիտակ ունենք և դեղնավուն ունենք, ու այնտեղ արդեն մեր մոտ սկսում են ծաղկել գազանյաները, լաբելյաներն են սպիտակները բացվում արդեն, նայեք ժողովուրդ ջան, որ ցույց էի տվել վարունգները մեծ գարշոկների մեջ, նայեք ինչ վարունգներ ունենք, հələ նայեք, ատոս սորտն է, իսկական մարինատ անելու վարունգ է, ոտենք ես մի վարունգը, սրանք էլ զեմլենիկաներս են, նայեք ինչ քոն լիքը յագտկեք կա վրան հատիկները, լիքը, հեսա ձեզ ցույց տամ ելակ եմ տնկել կաշպոների մեջ, երկար, սրանք էլ ելակներս են, նայեք արդեն ծաղկել են, գլերի գլերի սորտն է, շատ բերքատու սորտ է, իսկ սա զեմլենիկաս է արդեն կարմրել, ստեղ գարշոկների մեջ չերի ենք տնկել, չերի պամիդորները, որոշել եմ այս տարի գարշոկներով դնենք ջերմոցը։ Եվ այսքանով վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, սիրելիներս։ Արդեն սախարը դնում ենք ծաղիկները, էլ պարյատկա չկա ջերմոցում, որովհետև հանում ենք դուրս, իրիկունը նորից բերում ենք ներս շատ ծաղիկներ, հենց իմ բարխոտան շատ վախենում է ցրտից, -1 ու լրիվ արդեն վсё, ցուրտը տանում է բարխոտային։ Ցույց տամ ձեզ ցելոզյաները բերել ենք, վաճառում ենք, մենք ինքներս չենք աճացնում։ Նայեք սիրելիներս, կոլյուսներս ցուրտը տարել է, ամուսինս գիշերը թողել է դուրսը, երկու տեսակի կոլյուս ունեմ, ցուրտը տարել է։ Եվ այսքանով վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, բոլորի բարի օր եմ մաղթում, լավ եղեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում, սիրելիներս։